Փառվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը, սիրելիներ, ես էլ եմ Վանաձորից, ոնց որ համընկավ, ես էլ եմ Արտուր, Փառք Տիրոջը, հեշտ կհիշենք։ Սիրելիներ, ուզում եմ Տիրոջ խոսքից մի առակի շուրջ կիսվենք, երբ որ Տեր Հիսուսը Մատթեոս 13-րդ գլխի մեջ հիշեցնում է մի առակ, այսօր ճիշտն ասած, այդ առակը մի քիչ մենք միգուցե շատ կարճ ենք հասկանում, որոմի առակն է գրված է 24-րդ խոսքից, երբ որ Տերը որոմի առակն ասում, մեզ համար այդպես է մի քիչ ասում ենք, որ փառք Աստծու մենք երկնքի որդիներն ենք, արքայության որդիներն ենք, բայց որոմներ էլ կան։ Ու այս առակը սրանով մեզ համար սահմանափակ է եղնում, սիրելիներ, այսօր ուզում եմ, որպեսզի մի փոքր անդրադառնանք հենց այդ որոմների վրա։ Արմեն եղբայրը խոսքի սկզբից հիշեցրեց, որ այսօր շատերս գալիս ենք Տիրոջ տուն եւ խնդրում ենք, որ շատ հոգսերից, շատ դժվարություններից, ու գիտեք, իրոք դա տենց ամբողջ շաբաթը սպասում ենք, որ մեր հոգսը բերենք, մեր խնդիրը բերենք, ու երբ որ ուշադիր նայում ենք մեր ամեն օրվա խոսքը, ամեն օրվա աղոթքը, միայն սա է, Տեր, այս ինչ բանը խանգարում է, այն ինչ բանը խանգարում է, այս ինչը եթե սենց եղներ, եթե իմ առողջությունը սենց եղներ, ավելի լավ կեղներ, ու գիտեք, սիրելիներ, շատ ժամանակ գալիս է այնպիսի մի բան, որ մեզ թվում է, թե Տերը կամ չի լսում, ման ենք գալի, ասում ենք, մեր մեջ ինչ կա, որ Տերը չի լսում։ Այս ինչի չի, բայց քան խնդրում ենք, ինչի չի Տերը մեզ ողորմություն անում, բայց մենք չենք հասկանում, սիրելիներ, որ արդեն իսկ Տերը մեզ ողորմություն անում։ Երբ որ այդ առակը կարդում ենք, ես չեմ ուզում ժամանակի պահով երկար կարդամ այդ առակը, բայց ուզում եմ միտեղ հիշեցնեմ, երբ որ եկան ասեցին ծառաները, Տեր, այդ հասկերի հետ կողքից որոմել աճ է, ինչ անենք։ Մեր ամենալավ տարբերակը որն է, սիրելիներ, որ միանգամից որոմները հանենք, որովհետև պետք է այդ պարարտությունը այդ հասկին ինչ անի, աճացնի, պետք է այդ պարարտությունը, որ կողքից որոմ չկա, ավելի լավ նեղնի։ Այս Տերը զարմանալի մի պատասխան տվեց, ոչ ասավ, թողեք, որպեսզի այդ որոմը ինչ անի, աճի։ Միթե այդ որոմը չի խանգարում, միթե այդ որոմը չի խանգարելու են բարի, են լավ, որ մեկին 100 մինչև կարա հասկ տա։ Երբ որ մտածում էի, ասում եմ, երբ որ եկավ այդ այգեպանը, Տիրոջն ասավ, գիտես, են ծառը արդեն 3 տարի է, 3 տարի է պտուղ չի տալիս։ Ես մտածում եմ, ասում եմ, այդ 3 տարվա մեջ ինչքան է ջանք արել այդ այգեպանը, ինչքան է այդ ծառան, այդ աշխատող մարդը, որ պետք է ծառերը ինքը հոգ տանի ծառերի համար, ինչքան է աշխատել, սիրելիներ, բայց մի հատ հետաքրքիր բան ասավ։ Ես մի անգամ չասավ ես գնամ, էլի, չգիտեմ, ինչեր անեմ, մաքրեմ հանկարծ կողքից մոլախոտեր չեղնի, կողքից խանգարող բաներ չեղնի, ընդհակառակը, ասավ ես մի անգամը պետք է թրիկ դնեմ դրա տակ, գիտեք, դրա մեջ ինչքան շատ է մոլախոտ աճում։ Հետաքրքիր մոտեցում ցույց տվեց, ասավ եթե ես մի տարին էլ չբռնի, ես հույս ունեմ, որ արդեն իսկ նա պետք է պտուղ տա, որովհետև խանգարող բան կա, երկոցի մեջ, երբ որ կարդում ենք առաջի գլխի վերջի համարում, այսպիսի խոսք ասեմ, ներողություն երկրորդ գլխի առաջի համարում, այսպիսի խոսք ասեմ, կինը, ես Սարոնի ծաղիկն եմ ու հովիտների Շուշանն եմ։ Հետաքրքիր է, ես Սարոնի ծաղիկն եմ եւ հովիտների Շուշանն եմ, բայց երբ որ կարդում ենք հաջորդ համարը, ինչ ասեմ մարդը, ինչպես Շուշանը փուշերի մեջ, այնպես է իմ սիրուհիս աղջիկների մեջ։ Այսինքն, այս Շուշանի գեղեցկությունը, այդ Շուշանի հոտը հենց փուշերի մեջ է, որ հաճելի է։ Ցանկացած ծաղիկ, ինչքան էլ գեղեցիկ եղնի, նրա դիզայնը, նրա հոտը, նրա, չգիտեմ, տեսքը, մեր տանը, երբ որ ծաղկամանի մեջ է, նա երկար կյանք չունի, սիրելիներ։ Եվ Աստված այսօր մեր հոգսերի, մեր խնդիրների, մեր դժվարությունների համար ունի պատասխան,
Մենք ասում ենք վերացրու այս որոմը, մեզ խանգարում է, այս ինչ մարդը միգուցե այդ որոմը գիտեք սերիներ կարա նույնիսկ անձել եղնի, դա կարա եղնի մի մարդ, որ քեզ խանգարում է, մի եղբայր եղնի, մի քույրիկ եղնի, որ միշտ նեղում է։ Բայց մենք չգիտենք դրա տակ ինչ կա թաքնված։ Պողոս առաքյալը հիշում եք, խնդրեց Տեր, մի հատ նեղիչ ունեմ, ազատիր ինձ այդ նեղիչից։ Տերն ինչ ասավ, ազատեց։ Ասավ չէ, Պողոս, էլ չխնդրես։ Էլ չխնդրես այդ նեղիչը հենց քո փրկության համար է, որ դու Պողոս դառնաս։ Դու չգիտես, ես քեզ նախասահմանել էի, որ դու պետք է առաքյալ եղներ, բայց ինչի մեջով պետք է անցնես։ Պետք է այդ որոմները, այդ փշերը, այդ նեղությունները քո հետ մինչև վերջ գան։ Վերջում քո պտուղը պետք է երևա։ Ես հիշում եմ մի եղբայր, երբ որ վերջերս եկել էր մեր մոտ եւ զրույց էինք անում, մի հետաքրքիր բան պատմեց, ասում է, երբ որ տարիներ առաջ դեռ լատենց շատ եղբայրներ չկային, խոսացող ինքը Ռուսաստանում էր, Վորոնեժ քաղաքում էր, կարծեմ, եթե չեմ սխալվեմ, եւ ասում է, որ մի հատ եղբայր ունեինք, դժվար ապրող, վերջը, այս մարդը 2 հեկտար տենց մի կերպ պարտքով, չգիտեմ, տոկոսով փող վերցնեմ, որ վարունգ ցանի, եւ ասում է, երբ որ այդ վարունգը ցանել էր, արդեն ծլերը դուրս էին եկել են, ջրելու լավ վախտն էր, ասում է, եւ մեր եղբայրները ասում եկան, ասեցին, որ ավետարանչության գործ կա, եղբայր, պետք է գնանք, դու մեր հետ գալիս ես, թե։ Եվ այս եղբայրն ասում է, որ հիմա կանգնել եմ, նայեմ եմ այս արտին, որ ցանած է այդ դաշտին, նայեմ եմ եղբայրներին, մարդ չկա, որ գնա ավետարանչության, եւ ասում է, ձեռը թափ է տալի դաշտի վրա, ասում է, գնացինք ավետարանչության։ Ասում է, չգիտեմ ինչքան ժամանակ տևեց, երբ որ արդեն վերադարձանք, եւ հարևանները գալիս են, ասում են, այ ախպեր ջան, այս որտեղ ես, չես գալի, քո այգուն տեր չես եղնեմ, այս տարի էլ տոթը տվել է, ոչ մեկի բերքը լավը չի եղել, դու էլ լրիվ թողել ես, գնացել ես, եւ ասում է, դե ասի փառք Տիրոջը, երբ որ ասում է մոդիկացա այդ իմ արտին, տեսա, որ ամբողջ արտը սենց մոլախոտը քոլը կողած է, սենց մեր լեզվով ասած, ու ասում է, սենց ամբողջ դաշտը ասում է քոլը կողած էր, ոչ խախանանող է եղել, ոչ մաքրող է եղել, եւ ասում է, երբ որ մտա այդ թփերի տակը տեսա, ասում է, փառք Տիրոջ, ասում է, այնքան բերք կար, որ ոչ թե ես վնաս էի կրել, այլ մի բան էլ օգուտով դուրս է եկել։ Թող փառավորվի մեր Տիրոջ անունը, սիրելիներ։ Այսօր մեր կյանքում այո կան դժվարություններ։ Մեր կյանքում Տերը թույլ է տալիս։ Ինչի համար։ Մի հատ համար կա Հռոմեացի 8-րդ գլխի 28 համարում գրված է. ամեն բաները բարիի գործակից կլա անոնց, որոնք որ Աստված կսիրեն։ Այսինքն Աստված կարողանում է եղբայրներ, քույրեր, այն բանը, որը որ չարիք է մեզ համար, այն բանը, որ նույնիսկ մեր կամքով չի կպել է մեզ, փաթաթվել է մեր վրա, մոլախոտ է, բայց Աստված այդ մոլախոտը օգտագործում է բարի համար։ Այդ մոլախոտը օգտագործում է, որովհետև եղբայրները հիշեցեցին Աստծո ծրագիրը, սիրելիներ, մեր կյանքի մեջ ժամանակավոր ու կարճ չի։ Այս մեր 60-70-80 տարվա ծրագիր չի։ Աստծո ծրագիրը հավիտենության համար է։ Իսկ այդ հավիտենությունը տեսնելու համար Աստված ինքը տենում է, թե ոնց պետք անի մեր այս կարճ կյանքի մեջ, որ մենք կարողանանք հավիտենություն ապրենք։ Ես մի օրինակ էլ ուզում եմ բերեմ եւ աղոթքով գանք Տիրոջ առաջ, երբ որ Հովսեփի կյանքը իր եղբայրները դառնացրեցին։ Եվ որ Հովսեփի կյանքը ճիշտ է, գրված չի, որ Հովսեփին ծեծում էին, Հովսեփին, չգիտեմ, ասենք, հայհոյում էին, այդպիսի բաներ չկա գրված, բայց Հովսեփը իր այդ կյանքի մեջ ինքը հոգեբանական, ինքը հոգու ցավ էր ապրում, ինքը տանջանք էր կրում, եւ տեսնում ենք այդ կյանքը, որ Հովսեփը ծախվել էր բանտերի մեջ, դժվարությունների մեջ, թեև տեսնում ենք, որ այդ ներիչները կարծես թե Հովսեփին այդքան էլ շատ չէին ինչ որ բաներ ասում, բայց ինքը իր մեջ միգուցե մտածեր, եկավ հասավ մի պահ, ես նայում եմ, ասում եմ Տեր Աստված, այս մարդը արդեն դարել է Եգիպտոսի երկրորդ մարդը, ինչի՞ չի ասավ օրինակ,
լա կարգը բերեք, ընդամենը մի քանի օրվա միգուցե ճանապարհ եղներ, պետք է գնամ ես գտնեմ իմ հորը, պետք է գնամ գտնեմ իմ աղբերներին, որտեվ սիրելիներ, Հովսեփը հավատում էր, որ այդ նեղությունը Աստծուց է տրված։ Ինքը հավատում էր եւ ինքը սպասում էր, ոչ թե ինքը ազատվեր, ասեր ես ես որոմը կտրեմ լա աղբերներից գնամ տենամ, ոչ սիրելիներ, եւ տեսնում ենք դրա փառահեղ վաղճանը ինչ տեղ ունեցավ, իր եղբայրները արդեն ինչպես եղբայրը հիշեցեց խոսքի մեջ, արդեն զղջացած, արդեն ապաշխարած եկան իր աղբոր ոտնը ընկանացեցին, աղբեր մեզների, գիտեք ինչ խոսք ասավ, այն որ դուք չար բան էիք, ես իմ բառերով եմ ասեմ, պատրաստել ինձ համար, Աստված նա բարի փոխեց, փառավորվի մեր Տիրոջ անունը։ Սիրելիներ, ուզում եմ որպեսի ավարտեմ խոսքը եւ ես մի բան ասեմ, կա մեր կյանքերի մեջ խանգարող բաներ, բայց հիշեք, դրանք խթաններ են։ Կա խանգարող բան, Պողոս առաքյալին Տեր Հիսուսն ասավ, խթանին քացի տալը ինչ չի, հարմար չի չես կարա։ Այդ խթանը դրված է, որ դու զգաստանաս։ Այդ խթանը դրված է մեր լուսահոգի վրեժ եղբայրը, հիշում եմ մի տենց բան ասավ, ես էլ ասեմ ու կանգնենք աղոթքի, ասում է, երբ որ եղբայրները ինձ մի տեղ էին ուղարկելու, որ պետք է Աստծո խոսքը խոսամ, եւ ասում է, այդտեղ ոնց որ նենց էր, որ ես էի ավակը, եւ ասում է, մտածում եմ, ասում եմ, ես ինչ լավ է, ոնց ուզեմ տենց կասեմ, ոնց կուզեմ կասկասնեմ, եւ ասում է, մեկ էլ տենամ, որ մի հատ ուրիշ եղբայրել են դրել։ Եվ ասում է, նեղվեցի, ասի, այ աղբեր, այս աղբորն ես ընչի դրեցին, ենա ես կարամ ինձ մար նորմալ հասկացնեմ, ոնց կուզեմ, եւ ասում է, երբ որ աղոթքներ է անում, Տեր ինձ ասավ, այդ եղբայրը հատուկ դրված է, որ դու քո կյանքում զգաս տեղնես միշտ։ Թող փառավորվի Տիրոջ անունը։ Սելիներ, այն հարդերը, այն կողքից խանգարող բաները, որը որ մեզ համար թվում է մենք վերացնենք, ես ճիշտ մի քիչ երկարամա ոչինչ մի բանել հիշեցի, երբ որ այսպիսի պատմություն կա, ասում է մի փոքր ծառ ինքը միշտ տրտնջում, ասում է այս կողքից մեծ ծառերը ինձ շվակ են անում, չեն թողում որ մի հատ նորմալ արևի երես տենամ, չեն թողում տենամ, եւ մի օր էլ որ մի մարդ անցնում է կացինով, ասում է խնդրում, ասում է ինչ կեղն է, ասում է այս կողքից ծառերին, ասում է կտրիել է, ասում է ինձ խանգարում են, եւ այդ կտրում է, դա պատմություն է, ուղղակի պատմությունն է, բայց միտքն է հետաքրքիր, երբ որ այդ ծառները էլ չեն եղնեմ, իրան թվում է, թե ինքը պետք է ավելի մեծ ծառ դառնա, բայց այդ առաջի տարին ցրտահարությունից այդ ծառը ինչ է եղնում, չորանում է։ Սելիներ, այսօր Աստված մեզ կանչել է, ոչ թե հարթ ճանապարհով գնանք, Աստված այսօր մեզ կանչել է Քրիստոսի ոտնահետքերով գնանք։ Գիտեք, հենց այդպես գրված է ոտնահետքերով, ես մի պատմություն հիշեցի, երբ որ մեր եղբայրներից մեկը Ռուսաստանի այսպես էր պատմում, ասում է, այդ ամուսինը վերջը հավատքի կյանքից ընկնում է, խմելով է տրվում, կյանքը դառնանում է, բաժանվում է ու երեխու հետ ապրելուց է եղնում ու ասում է մի օր էլ փողը տալիս է երեխուն, ասում է գնա այդ գյուղի խանութից մի շիշ օղի բեր եւ սպասում է այդ երեխեն էլ ձուն է եկած եղնում գիշերը, սպասում է եւ պատուհանից նայում է երեխեն ուշանում է, վերջը տեսնում է որ այս երեխեն օրորվելով գալիս է, իր մեջ ասում է ինչ արել արա, ասում է իմ արաղը խմել է, եւ երբ որ դուռը բացում է, այս երեխուց են ստոշերից հավաքում, ասում է խմել ես, ասում է այդ արաղը, ասում է չէ պապ ջան, արաղը տեղում է, ասում է այդ ոնց էիր քայլում, ասում է գիտես խորը ձուն էր եկել, ասում է ես ասում եմ քո ոտնահետքերով էի գալիս, որ քո տրորած տեղերով գամ։ Եվ այս մարդը, գիտեք, մտածում է, խորը մտածում է, ճիշտ է, ինքը խնդիրներ է ունենում, բայց այդ երեխու ասած խոսքը սելիներ ստիպում է, որ այս մարդը որոշ ժամանակի ընթացքում նորից ապաշխարի, նորից միանա իր ընտանիքին եւ հոգեվոր կյանք ապրի։ Թող փառավորվի մեր Տեր Հիսուսի անունը։ Սելիներ, Աստված ինքը մեզ առաջ չի բրդել, Հիսուսը երբեք չի ասել, դու առաջ գնա, ես քո հետևից գալիս եմ։ Գիտեք, այսօր մենք պատերազմներ ենք տեսել, մենք այսօր տեսել ենք, որ հրամանատարները այսօրվա մեր ոնց են, իրանք հետևի դիրքերում են նստած, իրանք ասենք մի քիչ ավելի թիգունքում են եղնում եւ կռիվ անողները զինվորներն են, բայց սելիներ մեր Տեր Հիսուս Քրիստոսը այդպես չի եղել։ Ինքը ասում է,
իմ շավիղներին հետևեք։ Ես ձեզանից առաջ բացել եմ այդ ճանապարհը։ Եթե մեկը կասի, որ ես ավելի քիչ եմ տանջվել, գիտեք, սիրելիներ, Սուրբ գրքում նույնիսկ Հոբի չարչարանքները համեմատելի չեն, մի փոքր անգամ համեմատելի չեն Հիսուս Քրիստոսի կրած չարչարանքների համար, որ իր առջև դրած ուրախության համար խաչը հանձնառավ, ամոթը արհամարեց, բացեց մեզ համար երկնքի ճանապարհը, եւ այսօր ինձ ու քեզ ասում է՝ մի քիչ էլ համբերի, թող փառավորվի Տիրոջ անունը։ Կարանք համբերենք, ժողովուրդ ջան, կարանք համբերենք։ Եկեք կանգնենք աղոթքի եւ գիտեք, սիրելիներ, ուզում եմ, որպես ես աղոթքի մեջ ոչ թե խնդրենք Տեր, մեզ ազատի այս մեր կողքի որոմներից խանգարող բաներից, եկեք ասենք Տեր, դու ես տեսնեմ մեր առաջ դրած ճանապարհը, դու ես գծել այդ ճանապարհը, ամեն մեկիս համար դու ունես գծած ճանապարհ, ունես մեր կողքի մի նեղիչ, որ այդ նեղիչը մեզ միշտ զգաստ պահի, թող փառավորվի Տիրոջ անունը։